Նախ ուզում եմ ասել, որ համահեղինակ եմ այս նախագծին եւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք նաեւ ոչ միայն ընդունենք, այլև դրա մասին խոսենք եւ նաեւ ընդունելուց հետո հետևենք, որ այն կիրառվի։ Քանի որ պարոն Բագրատյանը արդարացրան նշեց, որ համակեցության կանոնները թելադրում են, որ ինչ որ մեկի քմահաճույքը դա կլինի խլացուցիչի տեսքով կամ ուժեղացուցիչով երաշխություն միացնելու տեսքով երբեք չի կարող գերադասվել մնացածի անդորի իրավունքին, այսինքն մենք պետք է հասկանանք, որ պետք է հասարակությունը հարգանքով մոտենա իրար նկատմամբ ու դա կարևոր չի նույնիսկ երեկոյան ժամը, ցերեկվա ժամը ու միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ կան այդպիսի մեր քաղաքացիներ, որոնք հատկապես դա անում են քաղաքի ամենաբանուկ հատվածներում, այսինքն օրինակ մայրուղու վրա ոչ մեկ չի բարձրացնում իր ուժեղացուցիչով երաշխությունը, ինչի որտեղ լսող չկա։ Այսինքն այդ մարդիկ դա անում են, որ ուշադրություն գրավեն ըստ էության, ուրիշ ոչ մի նպատակ չկա այս ամեն ինչ անելու, եւ խլացուցիչը եւ բարձր երաշխությունը։ Օրինակ գնում ես Կասկադ, որտեղ նույնիսկ երթևեկության արագությունը 5 կմ/ժ է, դանդաղ մարդիկ անցնում են, որտեղ հետիոտներ կան, շատ մեքենաներ կան ու մեկ էլ ինչ որ մի տենց մուսկուլներով առանձնյակ միացնում է բարձր երաշխություն, որը բան է անում, նույնիսկ գերեզմանից անում է այդտեղ եղած մեր մեծերի արձանների բաներին, տերերին էլի այնքան բարձր առնում։ Ուզում եմ ցույց տամ ինչքան վատ միջավայր է ստեղծվում։ Օրինակ Թամանյանը պտտվում է իր գերեզմանում այդ բարձր երաշխությունից։ Ու սա մենք իհարկե ծիծաղում ենք, բայց սա լուրջ խնդիր է, այսինքն Երևանը չի կարող այտենց մի այնպիսի արևելյան քաղաք համարվել, որտեղ ամեն ինչ կարելի է, հակառակը կարգ ու կանոնը պետք է գործի։ Եվ այստեղ ինչն է կարևորը, սա պատահական խախտում չի, պարոն Քոչարյան եւ հարգելի գործընկերներ, այսինքն սա միտումնավոր է արվում, երբ որ մենք հաճախ խոսում ենք ճանապարհային երթևեկության մասին, մեր գործընկերները երբեմն արդարացիորեն ասում են, որ դա չստացվեց, մի քիչ ավել կանգնեց երկրորդ գծում, հոզ գիծը անզգուշությամբ տրորեց եւ մենք պետքա ներողամիտ լինենք այդ քաղաքացիների նկատմամբ, ինչին ես երբեմն համաձայնում եմ, բայց սա միտում է, կոնկրետ միտում, դրվում է խլացուցիչ, դրվում է բարձր ուժեղացուցիչ երաշխության եւ հատուկ խանգարվում է բանուկ հատվածներում մեր մյուս քաղաքացիների անդորը։ Եվ վերադառնալով սանկցիային, պարոն Բագրատյան, դուք մինչև վերջ չասեցիք, ես ասեմ ու հարց տամ։ Հա, բայց այդ նույն փաթեթի մեջ է, պետք է բայց ասեմ էլի Չէ, փաթեթի մեջ է, այնտեղ փաթեթով ասեմ էլի, փաստորեն նախատեսվում է տուգանքի կիրառում տասնապատիկի չափով եւ այդ բոլոր սարքավորումների բռնագրավում, ինչը ամենակարևոր հատվածն է, որ մեր այդ սիրելի հարգելի քաղաքացիները հասկանան, որ եթե մի անգամ էլ դա միացնեն ու ոստիկանները մեր դա տեսնեն, ես հուսով եմ, որ ոստիկանները կտեսնեն, իրանք զրկվելու են եւ իրանց խլացուցիչից եւ ուժեղացուցիչից, ինչպես նաեւ ունենալու են երկու միավորի իջեցում։ Հիմա հարցս, պարոն Բագրատյան, այստեղ տուգանքը մենք ընդհանրապես գրել ենք տասնապատիկի չափով, ճիշտ է, այն մյուս բաներն էլ է կարևոր եւ բալը եւ հատկապես բռնագանձումն է, էլի կարևոր, բայց արդյոք իրան տենց ծանրության աստիճանով նաեւ ֆինանսական առումով մենք համեմատում ենք մյուս նմանատիպ բաների հետ, թե արժի մենք մի քիչ այս մասի վրա էլ աշխատենք, մի քիչ բարձրացնենք, որտեղ նորից եմ կրկնում, սա միտում է ենթադրում, սա պատահական խախտում չի։